Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ալեքսանդր Սարգսյանը։ Պարոն Սարգսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, Ռուզաննա ջան, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Նախ սկզբից խոսենք այսօրվա մի հայտարարության մասին, որը արտգործնախարարն է արել ՄԱԿ-ի ամբիոնից, անդրադառնալով կրկին խաղաղությանը, արտգործնախարար Միրզոյանն ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ գնում են դեպի երկարատև խաղաղության։ Հավատում եք արդյոք այդ երկարատև խաղաղության եւ ըստ էության հիմա իշխանությունն ասում է երբևէ մեր երկիրը նման իրավիճակում չի հայտնվել, մի տարուց ավելի է սահմանում զոհեր չկան, էլ ինչպես պետք է լինի խաղաղությունը, եթե ոչ այսպես։ Հիմա մենք կարող ենք հույս ունենալ, որ այդ խաղաղությունը, ինչպես նախարարն է ասում, երկարատև է լինելու։ Շնորհակալություն հարցի համար, Ռուզաննա ջան, տեսեք, խաղաղությունը ընդհանուր առմամբ դա այն է, ինչին ձգտում են նաև բոլոր բանական ղեկավարները եւ պետությունները։ Սակայն խաղաղությունը բնականաբար ունենում է իր որոշակի պայմանները։ Այդ պայմաններից մեկը պետքա լինի հստակ երաշխիքները խաղաղության համար։ Երբ որ մենք խաղաղության ենք գնում երկուսով, հա, Հայաստան-Ադրբեջան, ու հաշվի առնելով նաև Ադրբեջանում խոսույթը, ադրբեջանական վերաբերմունքը այս ամբողջ ընթացքում ադրբեջանական պետական քարոզչությունը Հայաստանի հանդեպ, հայ ժողովրդի հանդեպ, որը պետք է նշենք, որ չի փոխվել եւ շարունակում է նույն կերպ, ընդհակառակը խոսույթներ են ավելանում, հա, Արևմտյան Ադրբեջանի խոսույթը, Զանգեզուրի միջանցքը, այսինքն անընդհատ ավելանում է։ Ու այս բaragայում, երբ որ խոսում ենք խաղաղության մասին, սա ավելի շատ մեզ հիշեցնում է Մյունխենյան անալոգիան, հա, Մյունխենի հռչակագիրը, քան երաշխավորված խաղաղություն։ Երաշխավորված խաղաղության համար պետք է մի քանի ուժեղ կենտրոններ, հա, մի քանի երկրներ, որոնք հնարավորություն ունեն նաև զսպելու կողմերին այդ համաձայնագրի կամ խաղաղության խախտման ժամանակ։ Այսինքն երաշխավորների ինստիտուտ պետք է լինի։ Երաշխավորները պետք է լինեն։ Դա մեկ երկիր, երկու երկիր, օրինակ երկրների անուններ թվարկենք, ով կարող է այս խաղաղությունը երաշխավորել։ Այս խաղաղությունը կարող են երաշխավորել համաշխարհային ուժային կենտրոնները, ուժեղ խաղացողները, որոնք հետաքրքրված են այս տարածաշրջանով։ Մասնավորապես, եթե Միացյալ Նահանգների հետ է հիմա Հայաստանը այս հարաբերությունները կառուցում, մշտապես հանդիպումները տեսնում ենք, դա կարող է լինել Միացյալ Նահանգները, թե միայն Միացյալ Նահանգներով հնարավոր չի ապահովել այդ խաղաղությունը։ Միացյալ Նահանգները բնականաբար կարող է լինել, Միացյալ Նահանգները համաշխարհային գերտերություն է, որը շահեր ունի աշխարհի բոլոր մասերում, հա, այդ թվում նաև մեր տարածաշրջանում։ Շատ լավ, Միացյալ Նահանգներն ունի այստեղ հետաքրքրություններ, մենք պետքա բանակցենք Միացյալ Նահանգների հետ, հաշվի առնենք նաև գերտերության շահերը, բայց այստեղ կան նաև այլ խաղացողներ, որոնք այս կոնֆլիկտում իրենք արդեն գործունեություն ծավալել են։ 20 թվականի նոյեմբերի 9-ը, այսինքն Ռուսաստանը տեսել ենք որպես միջնորդ, եղել է 22 թվականին, հա, այսինքն հոկտեմբերին Պրագայի հայտնի հայտարարությունը, 25 թվականին օգոստոսին Վաշինգտոնի բանակցությունները, այսինքն բալանսավորումը միայն նրա մեջ չէ, որ դու գնաս մի երկրի հետ հարաբերություններ կառուցելու կամ բանակցություններ վարելու, չզգուշացնելով մյուս կողմերին կամ մյուս կողմերին post-factum տեղյակ պահելով, հետո գնաս այդ նույն խոսքը դիցուկ վերցնենք նոյեմբերի 9-ի մասին, հա։ Նոյեմբերի 9-ի միայն Ռուսաստանն էր, եռակողմ էր Ռուսաստանի միջնորդությամբ։ Հոկտեմբերին արդեն 22 թվականի Պրահայում Եվրոպական միություն եւ Ֆրանսիա, հա, Շարլ Միշելի ու Մակրոնի հետ։ Նորից չկար ստեղ արդեն Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները։ Իսկ 25 թվականի օգոստոսին արդեն մենք տեսնում ենք, ասենք Միացյալ Նահանգներին, բայց չկան Ռուսաստանն ու Ֆրանսիան եւ Եվրոպական միությունը։ Այսինքն շահերի համադրում պետք է լինի գերտերությունների, բայց օրինակ հնարավոր է կամ այդպիսի վիճակ կարող ենք պատկերացնել, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները կարող են մեկ հարցում այս տարածաշրջանում գալ համակարծության կամ այդ երաշխավորությունը իրականացնել։ Հնարավոր է, օրինակ նույն թրիփի հետ կապված ասում են Հայաստան իշխանությունն է ասում են ինչպես կարող է այդ ամենի մեջ Ռուսաստանը ներգրաված լինել, եթե դա հայ-ամերիկյան պայմանավորվածություն է։ Այստեղ արդեն գալիս է հենց բանակցողի հմտությունները եւ ուժեղ բանակցողի անհրաժեշտությունը։ Մենք բազմիցս նշել ենք, որ մեզ հարկավոր է, Հայաստանին հարկավոր է ուժեղ բանակցող։ Ուժեղ բանակցողն է, որ ունի
այդ տրամաչափի կարողություններ, ունի բանակցությունների արվեստը, մարտավարական եւ ռազմավարական խորքը հասկանալու հմտություններ, ուժեղ բանակցողն է, որ կարող է զուգորդել մի քանի երկրների շահերը առանցքում ունենալով հայկական շահը։ Այսինքն մեր համար ամենակարևոր հարցը բնականաբար հայկական շահը առաջ մղելն է։ Ստեղ արդեն բանակցողի հմտություններից ու կարողություններից է կախված տվյալ բանակցությունները քո համար հետագայում հանդիսանելու են որպես ռիսկ, թե հնարավորություն։ Եթե լինի ուժեղ բանակցող, եթե լինի Սամվել Կարապետյանի պես ուժեղ բանակցող, ես համոզված եմ, որ տվյալ ծրագրերը կարող են ու անպայման ծառայելու են Հայաստանի շահերին։ Ու բոլորին բերել բանակցային ֆորմատ հենց գալիս է արդեն բանակցողի հմտությունից, ինչպես նշեցի։ Ենթադրենք Սամվել Կարապետյանը ուժեղ բանակցող է, դուք ինչպես եք պատկերացնում, մի պահ պատկերացնենք, այսինքն նույն թրիփի հետ կապված, ինչպես է լինելու Ռուսաստանի, թեկուզ մեր հարևան Իրանի կամ մեր այս տարածաշրջանում վերջին շրջանում բազմաթիվ հետաքրքրություններ ունեցող Չինաստանի շահերի համադրումը։ Այդպիսի բան հնարավոր է լինի։ Շատ լավ։ Մեզ առաջին հերթին թրիփի մեջ գերակայություն ունի հայկական շահը։ Հայկական շահից ելնելով, հենց ձեր նշած երկրների եւ ձեր նշած ուժերի շահերը, սա այսինքն պետքա լինի ոչ թե հակասությունների օջախ, այլ պետքա լինի համադրման եւ նոր բանակցային հնարավորությունների ֆորմատ։ Բնականաբար հնարավոր է, այսինքն բնականաբար հնարավոր է գտնել այնպիսի ուղիներ, որովհետև թրիփում շատ մեծ խութեր կան, այսինքն մենակ հնարավորություններով առաջնորդվել, ուղղակի չհետևել ռիսկերին, սա հանգեցնելու է նրան, որ վերջում ռիսկերը գլուխ են բարձրացնելու։ Հենց ուժեղ ու թույլ բանակցողի տարբերությունը սրանում է։ Երբ որ քո մոտ առաջնայինը հայկական շահը չի, մենք տեսնում ենք, որ թրիփում, երբ որ ադրբեջանական կողմը ինչ-որ մի բան ուզում է, վերջն արդյունքում ստանում է։ Այսինքն, երբ որ ադրբեջանական կողմը ասում է հայկական մաքսավորին ադրբեջանական բեռնատարը պետք է չտեսնի, եւ վերջում բանակցությունների արդյունքում մենք ունենում ենք front office եւ back office, այստեղ արդեն խնդիր է։ Ու շատ երևի թե մյուս բանակցություններ կամ մյուս կարևոր խնդիրների մեջ էլ մենք այս հարցը շատ ենք տեսնում, երբ որ մի հայտարարություն մենք լսում ենք ադրբեջանական կողմից, հետո լսում ենք այդ հայտարարության վերաբերյալ հայկական հերքում, կամ հետո լսում ենք, որ ասում են, չէ, դա հերքում չի, գիտեք, դա ավելի շատ կա մի քիչ այդ մասին գրված, բայց մի քիչ ուրիշ ձև է գրված։ Հետո ասում ենք, չէ, լավ, ուրիշ ձև չի գրված, հենց տենց էլ գրված է։ Այսինքն առաջնային ինֆորմացիա մենք միշտ ստանում ենք այն կողմից։ Ու ստեղ շատ կարևոր է նաև տիրապետել ամբողջական տեղեկատվությանը, նաև որոշակի փաստաթղթերին, որոնք դեռևս հանրայնացված չեն, կամ որոշակի բանակցային պրոցեսներին, որոնք դեռևս փակ բանակցությունների փուլում են, որ վերջնական հնարավոր կլինի արդեն ունենալ հստակ պատկերը, բայց այն, որ տարածաշրջանը եւ այս ծրագիրը եւ Հայաստանը չի կարող լինել գերտերությունների հակադրման օջախ, այլ պետքա լինի անպայման համադրման գոտի, դա միանշանակ է եւ դա արդեն բանակցողի շնորհքի եւ արդյունքն է։ Ճիշտ եմ հասկանում ձեր խոսքից, որ այս տեսքով թրիփ նախագիծը հօգուտ Հայաստանի չի դինելու։ Ինքը, եթե օրինակ դուք դառնաք իշխանություն, ինչ եք անելու։ Վերափոխելու եք, վերաշարադրելու եք այդ կետերը։ Տեսեք, Հայաստանը ունի պարտավորություններ, միջազգային իրավունքով պարտավորություններ, որոնցից, ինչպես մենք բազմիցս նշել ենք, մենք չենք կարող հրաժարվել։ Այսինքն կա քաղաքական իրականության մեջ որոշակի արդեն պայմաններ։ Բայց հենց ստեղ է կայանում այս հնարավորություններից օգտվելու կարողությունը կամ թողնելու, այսինքն ռիսկ չգնահատելու։ Երբ որ մարդիկ ռիսկը չեն գնահատում, երբ որ մարդիկ ամենավառ օրինակով ցույց են տալիս, որ ինչպես է այլ երկրի շահը գերակայում քո երկրի շահի նկատմամբ, կարճաժամկետ խաղաղության, այսպես ասած, կեղծ խաղաղության դիվիդենդ շահելով, փորձելով պահել իշխանությունը, փորձելով ինչ-որ գործարքների գնալ այլ երկրների հետ ու պահել իշխանությունը այլ երկրի կոնկրետ այս դեպքում, հա,
դա վնասում է բնականաբար Հայաստանի շահերին։ Դա վատ իրավիճակի մեջ է դնում Հայաստանին։ Այսինքն ունենալ ինչ որ նախապայմաններ, հերթով կատարել նախապայմանները, հետո որոշակի առումով հետ քաշվել, ասել, որ մենք օրինակ վերեմ, հա, այսինքն չգնանք փակենք Արցախ վերադարձի եւ Արևմտյան Ադրբեջան, այսպես կեղծ օրակարգում հայտնված, այսինքն այո, վերադարձի խնդիրներ, այսինքն փոխադարձությունը այստեղ շատ կարևոր է, որ պահվի իրական փոխադարձությունը ոչ թե վերադարձի համար պետքա չպահվի, այլ պահվի կներեք, այլ փոխադարձությունը պետքա պահվի, օրինակ, երբ որ ասում են սահմանների բացել կամ ապաշրջափակում, հա, այսինքն չի կարա լինի իրավիճակ, երբ որ ադրբեջանական տարածքները ապաշրջափակվում են, Ադրբեջանը Նախիջևանի հետ ունենում է հստակ կապ, բայց Հայաստանի կողմից ոչ մի ապաշրջափակում չկա։ Հայաստանը ոչ մի կողմ դեպի հավելյալ ճանապարհ չի ստանում։ Միայն Մեղրիի ճանապարհն է։ Որը տալիս է։ Այո, որը հայկական կողմը ապահովում է դեպի Ադրբեջանի Նախիջևան այդ գիծը։ Այսինքն հիմա երբ որ իշխանությունը խոսում է, ինչպես նշեցիք, ապաշրջափակման մասին եւ դրան զուգահեռ խոսում է ճանապարհների մասին, երկաթգծի մասին, ու այստեղ կրկին բավականին բուռն քննարկվում է վերջին օրերին երկաթգծի հետ կապված իրավիճակը, երկաթուղու հետ կապված կառավարումը։ Փաշինյանն ասում է, որ խանգարում է ռուսական երկաթուղի տարածաշրջանում եւ պետք է կառավարումը վերցնել ռուսական կողմից, տալ մի այնպիսի երկրի, որը լավ հարաբերություններ ունի Հայաստանի եւ Ռուսաստանի հետ։ Այս քննարկումները ձեզ ինչ են հուշում, սա արդյոք նպատակ ունի իսկապես այդպիսի քայլ է արվում, որ ինչ որ երկրները խանգարում է եւ այդ իրավիճակում մենք դուժում ենք, թե իրականում Ռուսաստանի հետ կապված որոշակի գործընթացներ են տեղի ունենում։ Սա առաջին հերթին Հայաստանի ոչ վստահելի գործընկերոջ համբավ է տալիս։ Այսինքն, ու մենակ միայն այս իրավիճակը չի, հա, եթե վերցնենք Վենսի այցը, վերցնենք Միացյալ Նահանգների հետ կապված օրինակ, վերցնենք Վենսի այցը, որի ընթացքում մոդուլային ատոմակայանի վերաբերյալ բանակցությունների ավարտի մասին հայտարարություն ստորագրվեց, չէ՞։ Այսինքն ստորագրվեց հայտարարություն բանակցությունների ավարտի մասին, որից 2 օր հետո ազգային ժողովում պատասխանելով падգամավորներից մեկի հարցին Նիկոլ Փաշինյանը նշում է, որ շարունակում են բանակցությունները Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Միացյալ Նահանգների հետ։ Այսինքն ստեղ է անվստահելի գործընկերոջ համբավի խնդիրը։ Այդ չի կարելի ուղղակի անել հայտարարություն, արտահայտություններ, որոնք ուղղակի տվյալ պահին ասվի, հարցը փակվի ու գնա առաջ։ Նույնն էլ էս պարագանը։ Այսինքն եթե դու հայտարարություն անում ես զուտ խնդիրը րոպեական լուծում տալու համար, այդ հայտարարությունը արդեն արվում է պետության անունից, իսկ պետության անունից արված հայտարարության գինը շատ բարձր է, այդպիսի անպատասխանատու թողնելու համար։ Իսկ դուք գիտեք Միացյալ Նահանգները չի հետևում կամ դեսպանությունն այստեղ չի հետևում, թե ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ վարչապետի մակարդակով ինչ հայտարարություններ են արվում, բնականաբար հետևում են։ Այսինքն երբ որ փորձ է արվում բոլոր գերտերություններին այդ իրավիճակից ելնելով գոհացնել, ստացվում է ոչ մեկին վստահելի գործընկեր չես դառնում։ Միանշանակ, այսինքն բալանսավորել մեկի շահի հաշվին, հետո միտեղ գնալ այլ հայտարարություն անել մյուսի շահին հաշվին, այստեղ ոչ թե մենք բարձրացնում ենք բալանսավորում, այսինքն պահում ենք նույն հարթության վրա, այլ միշտ մյուսի հետ իջացնում ենք հարաբերությունների մակարդակը։ Հենց էսա խնդիրը, որ հայտարարությունների արժեքը շատ բարձր է պետական կառավարման ապարատում, այսինքն մենք ունենք պաշտոնյայի եւ քաղաքացու արված հայտարարությունները մի հարթության վրա չեն։ Եթե դուք դառնաք իշխանություն, ձեր ուժը դառնա իշխանություն, դուք ինչպես եք պատկերացնում արտաքին քաղաքական ուղղությունը, այսինքն դա լինելու է բազմավեկտոր, դա լինելու է մի քանի երկրների հետ խորացված հարաբերություն, ինչպես եք դուք տեսնում։ Արտաքին քաղաքականությունը նախ պետք է լինի բոլոր ուժային կենտրոնների հետ լավ հարաբերություններ ունենալով։ Այսինքն բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը հենց դա է։ Բայց նորից եմ կրկնում, պետքա ձևի եւ բովանդակության մեջ տարբերություն դնել։
պետք է լինի բովանդակային քաղաքականություն, բովանդակային բալանսավորում, բովանդակային բազմավեկտոր քաղաքականություն ու արտաքին քաղաքականության ուժեղ արտաքին քաղաքականություն վարելու հիմքում բնականաբար դու պետք է ունենաս ներքին մեծ հիմքեր ու ներքին հիմքերի համար հենց այդ տնտեսական ծրագիրը, որ առաջարկվել է, այսինքն Հայաստանի զարգացման ծրագիր, որի հիման վրա ունենալու ենք ուժեղ Հայաստան, որի հիման վրա կարողանալու ենք վարել ուժեղ արտաքին քաղաքականություն, որի հիման վրա ունենալու ենք ուժեղ անվտանգություն։ Հենց այս տեսլականն է, որ դրված է մեր կուսակցության գաղափարների հիմքում։ Հիմա ներքին ուժեղ անվտանգային իրավիճակի հետ կապված դուք ներկայացրել եք քայլերի հաջորդականություն 5 քայլ, եթե չեմ սխալվում, արդյոք այդ քայլերը կարճաժամկետ հեռանկարում հնարավոր է իրականացնել, եթե լինեք իշխանության։ Շնորհակալություն։ Մեր առաջնորդը հենց այն անձնավորությունն է, ով միշտ ապացուցել է, որ իր խոսքը տրված խոստումը միշտ իրականություն է դառնում։ Հենց այս քայլերի հաջորդականությունն էլ առնվազն այն 5 քայլերն են, որոնք իրականացվելու են, անմիջապես ընտրություններից հետո սկսվելու են աշխատանքները։ Բնականաբար դա մի քիչ ավելի երկարաժամկետ, ծրագիր է, որտեղ 300,000 աշխատատեղը մեկ օրում չի ստեղծվում։ 300,000 աշխատատեղ ստեղծելու համար բնականաբար պետք են ջանքեր, բայց մեր քաղաքական ուժը ունի այդ տեսլականը։ Այսինքն հստակ շարադրված, հստակ ինչ միջոցներով պետք է ստեղծվի այդ 300,000 աշխատատեղը, որոնցից մեծ մասը նաև մարզերում, այդ արդյունաբերականացումը, դրված է հենց այն տնտեսական հիմքում։ Բացի այդ 300,000 աշխատատեղից, նաև շատ կարևոր հաջորդ քայլը, արդեն շատ կարևոր է զրո հարկ փոքր բիզնեսի համար, այսինքն ստեղել խթանումը բիզնեսի աճին։ Ցանկացած փոքր բիզնես, որ սկսում է գործունեությունը, բնականաբար հեռու երազանք որպես ծնում է խոշոր բիզնես գործունեություն ծավալելը, նույնը արդեն 20% էժան դեղորայք, առնվազն 20%, որովհետև շատ դեղերի հարցերում արդեն մենք տեսնում ենք, որ ունենք հնարավորություն կա նաև ավելին քան 20%-ի նվազեցում, գյուղմթերքի մթերման կայանները, այսինքն երաշխավորված մթերում գյուղացուց, որը գյուղացուն հնարավորություն է տալիս արդեն տարվա սկզբից իմանալ, թե ինչ պայմաններով ենք աշխատելու եւ մեծ հոգսից գյուղացուն ազատում է, այսինքն գյուղացուն ինքը իր գործը պետք է անի այս պարագայում եւ 20,000 բնակարան երիտասարդներին էլի մեծամասամբ մարզերում, սա արդեն երիտասարդներից իրենց հոգսն է նաեւ թեթևացնում, ու ոնց որ տեսնում ենք, ստեղ ավելի շատ հասարակության զարգացման կետեր են նաեւ սրանք, ժողովրդագրական աճի նաև կետեր են, այսինքն հեռահար տեսլական ունեցող կետեր են, որոնք ընկած են լինելու բնականաբար մեր աշխատանքների հիմքում։ Ու բնականաբար այս 5 կետերը ավելանալու են, 5 կետերը նորից համալրվելու են ու իրականացվելու են, այսինքն այս 5 կետերը առնվազն են խոստումն է, որով Սամվել Կարապետյանը եւ մեր ուժեղ Հայաստան կուսակցությունը գնալու ենք ապագա խորհրդարանական ընտրություններին։ Հավանաբար դուք այս օրերին լսել եք իշխանության քննադատությունները ձեր կետերի հետ կապված եւ ընդհանուր առմամբ ասում են, շատ հաճախ նաեւ ասում են, եթե կարող էիք կառուցել, ինչու միջև հիմա չէիք կառուցել, գործարանների հետ կապված շատ քննադատություններ կան, ինչպես եք վերաբերվում այս քննադատություններին։ Քննադատությունը, այսինքն նորմալ է, որ պետք է քննադատեն քաղաքական ուժին, որը ունի ամենամեծ հավակնությունը գալու իշխանության, ու որը ունի հնարավորությունը գալու իշխանության։ Ու Սամվել Կարապետյանը իր անցած ուղով ցույց է տվել, որ ոչ միայն խոստումներով է առաջնորդվում, քանի գործարան արդեն Հայաստանում կառուցվել են, հենց Սամվել Կարապետյանի ղեկավարած տնտեսական գրուպի միջոցներով, այսինքն Տաշիր գրուպը քանի գործարանը կամ հենց ընտանիքի վարած տնտեսական քաղաքականության արդյունքում քանի գործարան է բացվել Հայաստանում։ Այս ամեն ինչը այսինքն մեր աչքի առաջ է։
ու ամենաշատ գործարան բացած տնտեսական ընկերությունը հենց Սամվել Կարապետյանի ղեկավարած ընկերությունն է։ Այս ծրագրերի մասին երբ որ խոսում եք, տեսլականի մասին խոսում եք, իշխանությունը ամենամեծ քննադատությունը, որը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հնչում է ձեր համագումարից հետո, այն է, թե Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ, ինչի մասին դուք հայտարարել եք, որ նա վարչապետ է, հաշվի առնելով սահմանադրության արգելքը։ Իշխանականներն ասում են, որևէ ձևով դա հնարավոր չէ։ Ձեր արձագանքը։ Մենք նշել ենք հնարավորության ձևը, այսինքն մենք նշել ենք ճանապարհային քարտեզը, թե ինչպես է Սամվել Կարապետյանը դառնալու Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Ձևը հնարավոր է, ձևը բացատրվել է սահմանադրագետների կողմից, հեղինակավոր սահմանադրագետների կողմից։ Մենք գնում ենք հաղթանակից հետո տեխնիկական փոփոխություն հնարավոր է ազգային ժողովում 2/3 քվեների միջոցով, որից հետո Սամվել Կարապետյանը դառնալու է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Իշխանությունից այսպեսի մի տեսակետ ավելի պատկերավոր են ասում են, ինչպես Կիրկորովը, ինչպես Սոլովյովը կարող է լինել Հայաստանի վարչապետ, այնպես էլ Կարապետյանը, այսինքն բոլոր հնարավոր տարբերակները նրանք ասում են անհնար է, ինչի մասին դուք նշում եք եւ ինչի մասին խոսում են նաեւ իրավաբաններն ու սահմանադրագետները։ Դե տեսեք, մենք նաև նախ առաջինը իրավական ուղին, սահմանադրական ուղին արդեն ցույց ենք տվել։ Ու մի կարևոր հանգամանք եւս, մենք ժողովրդից հենց արդեն ընտրություններից 4 ամիս առաջ հայցում ենք այդ քվեն, այսինքն հայցում ենք արդար եւ բաց ճանապարհով։ Մենք ժողովրդին ասում ենք, որ մեզ քվե տալու պարագայում վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը ու ուղին ցույց ենք տալիս։ Մեր թիմը քաղաքական դաշտում անում է արդար, բաց առաջարկ ժողովրդին։ Իսկ առաջնային մանդատ կրող խորհրդարանը ձևավորվում է ժողովրդի ընտրության արդյունքում։ Երբ որ ժողովուրդը մեզ կտա այդ մանդատը, ճանապարհը արդեն հստակ սահմանադրականորեն գծվել է, թե ինչպես պետք է դառնա Սամվել Կարապետյանը։ Հիմա թե կարող են ասել այլ մարդկանց ինչ-որ մանիպուլացնել, հումորային ինչ-որ էֆեկտներ հաղորդել իրենց ելույթներին, դա հարցը չի փոխում։ Հարցն է, որ մենք պարզ ճակատով եւ բաց տեքստով ժողովրդից խնդրում ենք եւ հայցում ենք քվե, որի միջոցով Սամվել Կարապետյանը դառնալու է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ու փոփոխությունները մենք նախապես ասում ենք։ Արդարությունը հենց այստեղ է։ Նախապես ասել բոլոր ծրագրերի մասին եւ ստանալ այդ քվեն։ Ոչ թե ստանալ քվե, ասելով, որ լինելու է Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, հետո հասնել եւ բերել Արցախի ամբողջական հայաթափման կամ անել սահմանադրական փոփոխություններ առանց դրա մասին տեղյակ պահելով ժողովրդին էլի ազգային ժողովի միջոցով։ Մեր թիմը արդար է, մեր պայքարը արդար է, ու մենք առաջ ենք գնալու բարձ ճակատով հայցելով ժողովրդից արդար քվե։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ես։